Քանի որ նրանք նեղած են, ջրի երեսին են հայտնվել, ծածանվում են նախկին ազգային ժողովի նախագահներ, նախկին վարչապետներ, նախկին ազգային ժողովի հանձնաժողովի նախագահներ, որոնց մեր ժողովուրդը նույնիսկ զզվանք ու նողկանք է ապրում նրանց երեսը դեմքը տեսնելուց հեռուստաեթերներից եւ այն որ Սերգեյ Դովլաթովը մի լավ բան ունի, որ ասում է բա լավ, ասենք թե Ստալինը այսքան մարդու գլուխ է կերել, բա այդքան գործտվողները, այդքան քննիչները, բա լավ, Սերժը Քոչարյանը, Լևոնը, Հոմենակ այդքան իրենք չեն արել, իրանք ունեցել են լակետներ, իրանք ունեցել են խամաճիկներ, իրանք ունեցել են գործ կատարողներ, չէ՞, բա այդ քաղաքական սպանությունները Բա մեր Երևանում վխտում էին, չէ, բանակներ ունեն, չէ, խմբեր ունեն։ Մի խմբի ղեկավարը, ասենք թե Աբովյանից էր, մի խմբի ղեկավարը Թոխմախից էր, մի խմբի ղեկավարը Երրորդ մասից էր, մի խմբի ղեկավարը, չգիտեմ, ինչ օլիգարխ էր, ճիշտ եմ ասում, թե չէ։ Բայց զորաբանակները, այդ բաները, այդ գանգերը այդ բենդերը, չէ, հանցակազմ պարունակող, բայց դրանք 20 թվի 44 օրյա պատերազմին ուր էին, զորքեր էին, չէ, դրանք Երևանում վխտող։ Դե նոյեմբերի 9-ին կառավարության շենքի մոտ։ Ահա, ապրեք, հա,